30 տարի ապրել եմ սովետական Հայաստանում, մինչև 91 թվականը։ Եվ այնտեղ կար ինչ-որ գաղափարախոսություն սարսափելի հանցագործությունների հետ կողքին։ Եվ կար բարոյական կոդեքս կար, էլի, չի կարելիներ կան, կարմիր գծեր կար։ Եթե դու պիաներ ես, ընկերոջը չպիտի դավաճանես, ընկերոջը չպիտի խաբես։ Եթե քո ընկերը դժվար դրության մեջ է, դու պետք է ձեռքդ մեկնես։ Գուցե դա խորհրդային երեսպաշտություն էր, բայց կար նաև դաստիարակության ճիշտ մոտեցումը։ Հիմա չկան բարոյական արգելակներ մարդկանց մոտ։ Հիմա ձևն է ավելի կարևոր, թե բովանդակությունը, թե նաև ձևն էլ պիտի համապատասխանեցնել բովանդակությանը։ Հիմա կարևոր է այն, թե ինչպես է ասվում, ինչպես է մատուցվում։ Եթե ես կարողանամ մատուցեմ, որ այստեղ թեյ չի, այլ թույն է, եւ այդպիսի ծամածռություններ անեմ, որպեսզի ցույց տամ մեր հետևորդներին, հեռուստադիտողներին, որ սա թույն է, նրանք կհամոզվեն, որ հեղինեն ինձ այսօր թույն է տվել։ Այսինքն ոչ թե փաստն է կարևոր, այլ թե ինչպես եմ ես դա ներկայացնում։ Պարոն Աբրամյան, եթե ես եւ դուք հիմա բանավիճենք կամ հերակա բանավեճ ունենանք, կախված նրանից թե իմ հետևորդներն են ավելի շատ, թե ձեր հետևորդները, կստացի որ դուք եք ճիշտ։ Ցեխը կողեց, սպորտը տեղը դրեց։ Եթե ձեր հետևորդները շատ են, կստացի որ դուք եք ճիշտ։ Կամ իմը։ Նրանք գրում են տակը։ Տեսակ այդ ճաղատ շունը ինչ խոսած։ Այսինքն նրանք բան են նայում են ոչ թե նրա համար որ մտքերի ինչ որ բովանդակությանը ծանոթանալ, այլ լեզվակռվի գլադիատորների հաղթանակին կամ պարտությանը։ Այսինքն չկան ընդհանուր բաներ։ Եթե դու ուզում ես մեկին վարկաբեկես, ասես նա վատ մարդ է։ Դու պիտի չափանիշները դնես։ Այդ չափանիշները կեսի համար ընդունելի են, կեսի համար ընդունելի չեն։ Ինչ օրինակ բերեմ, որ քաղաքական չլինի։ Նա ամուսնացած է, բայց լեվի է գնում, որպեսզի վարկաբեկես, չէ՞։ Հիմա կեսի համար դա օքեյ է, ի՞նչ է պատահել, տղամարդ է, չէ՞։ Կեսի համար չէ, ինչպես կարելի է։ Եվ այդ երկու կեսերը կարծես թե չունեն իրար հետ քննարկելու, փոխզիջման գալու ինչ որ մի տարբերակ։ Դա է խնդիրը։